Ողջույն բոլորին սիրելիներս, այսօր պատրաստելու ենք համեղ, ահա այսպիսի փայլուն եւ գեղեցիկ տեսքով ծիրանի չիր։ Կան բազմաթիվ չրատեսակ պատրաստելու տարբերակներ, ես այսօր ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ գաղտնիքներով, իմ պատրաստման եղանակով եւ ասեմ, որ այս բաղադրատոմսը առանձնանում է իր հեշտությամբ եւ պարզությամբ։ Կարծում եմ, որ փայլուն եւ գեղեցիկ տեսք ստանալուց բացի նաեւ շատ կարեւոր է, որ բաղադրատոմսը լինի հեշտ եւ արագ պատրաստվող։ Սիրելիներս, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, ու անցնենք գործի։ Ինձ մոտ 8 կիլոգրամ ծիրան է։ 8 կիլոգրամ ծիրանի համար անհրաժեշտ է 2 կիլոգրամ շաքարավազ, 1.5 թեյ գդալ կիտրոնի աղ եւ 3 բաժակ ջուր։ Ծիրանը հարկավոր է լավ լվանալ հոսող ջրի տակ եւ կորիզազրկել։ Կորիզները հեռացնելուց հետո հարկավոր է պատրաստել օշարակ։ Կաթսան դնում ենք կրակին, կաթսայի մեջ ավելացնում 3 բաժակ ջուր, 2 կիլոգրամ շաքարավազ, խառնում ու հասցնում եռման աստիճանի։ Շաքարավազը լուծվելուց հետո ավելացնում ենք 1.5 թեյ գդալ կիտրոնի աղ ու թողնում եռա։ 5-6 րոպե ակտիվ եռալուց հետո օշարակը պատրաստ է։ Ծիրանը ուղարկում ենք օշարակի մեջ ու եփում մոտավորապես 7-ից 10 րոպե։ Այդ ընթացքում լինում ենք շատ ուշադիր եւ թույլ չենք տալի, որ միրգը փլվի, այլ ուղղակի պետք է փափկի։ Որպեսզի ծիրանները միառժամանակ եփվեն, խորհուրդ եմ տալիս դեռևս ոչ լիարժեքորեն հասունացած ծիրանները առանձին եփել, հասունացածները առանձին։ Երբ տեսնում ենք, որ կեղևը մի փոքր առանձնանում է, հանում ենք օշարակի մեջից ու դնում ցանցի վրա։ Ծիրանները շարում ենք սկուտեղի վրա ու դնում արևի տակ չորանա։ Ես չորացնելու եմ էլեկտրական չորանոցում, այդ իսկ պատճառով շարում եմ չորանոցի պալետների վրա։ Ջերմաստիճանը տեղադրում ենք 70 աստիճանի տակ ու չորացնում 12 ժամ։ Իսկ եթե արևի տակ եք չորացնում, 2-3 օր։ Անցել է 12 ժամ, ծիրանները այսպիսի տեսք են ձեռք բերել, դեռևս լիարժեքորեն չեն չորացել, կիսաչոր վիճակում են։ Եվ կարծում եմ նկատեցիք, որ տեսքից էլ այդքան էլ փայլուն եւ գեղեցիկ չեն։ Այժմ կկիսվեմ իմ գաղտնիքով, թե ինչպես կարող են չրերը հեշտությամբ ստանալ փայլուն եւ շատ գեղեցիկ տեսք։ Հարկավոր է պատրաստել օշարակ։ 1.5 սուրճի բաժակ ջրին ավելացնում ենք 4 սուրճի բաժակ շաքարավազ, կես թեյ գդալից քիչ պակաս կիտրոնի աղ, հասցնում եռման աստիճանի ու 5 րոպե ակտիվ եռալուց հետո գրակը անջատում։ Այնուհետև այս պատրաստի օշարակով պատում ենք ծիրանները երկու կողմից։ Ասեմ, որ եթե չիրը արևի տակ եք չորացնում, ապա անհրաժեշտ է օրական 1 անգամ շրջել, որպեսզի երկու կողմն էլ հավասարաչափ լավ չորանա։ Օշարակը պատելուց հետո չիրը արդեն ահա այսպիսի փայլուն տեսք է ձեռք բերում։ Այժմ հարկավոր է դնել արևի տակ չորանալու, կպահանջվի մոտավորապես 3-4 օր։ Իսկ էլեկտրական չորանոցը կչորացնի 12 ժամվա ընթացքում։ Սիրելիներս, անցել է 12 ժամ եւ իմ չրերն արդեն պատրաստ են։ Ասեմ, որ շատ համեղ է ստացվել, տեսքից էլ ինքներդ եք տեսնում, թե որքան գեղեցիկ են։ Չրերը պատրաստ լինելուց հետո ես դնում եմ հերմետիկ ծածկվող տառաների մեջ, տեղափոխում սառցախցիկ ու պահպանում մինչ ձմեռ։ Սիրելիներս, եթե ձեզ մոտ առաջանան հարցեր, ապա գրեք մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ։ Եվ եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, ապա անպայման լայքեք, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր եւ համեղ բաղադրատոմսերը։